Կարճ և կոնկրետ լինելու համար խոսքս ուղղում եմ էկրանից այն կողմ գտնվող decision maker-ներին, ովքեր որ հիմա խորը նստած իրենց բազկաթոռում փորձում են ժողովրդի տրամադրությունը, կասեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը ունի վարչապետ, որի համար շատ ուրախ ենք, բայց ամբողջ հայ աշխարհով մեկ մեր հայրենակիցները, որոնք որ 10 միլիոնից ավելի են, ունեն իրենց հույսի ապավենը, ունեն այն մարդը, ով հլու հնազանդ, անխոնջ և առանց որևիցե մի բարձրաձայնելու ծառայում է հայ ժողովրդին։ Նրա անունն է Սամվել Կարապետյան։ Այստեղ նշվեց բոլոր Եվրոպայի պետությունների անունները, ուզում եմ նրանց միացնել իմ քույրերի և եղբայրների մաղթանքները պարոն Սամվել Կարապետյանին, որպեսզի նա մնա պինդ, այնպիսին ինչպես մենք իրեն գիտենք, ոչ թե ոգու մասին է խոսքը, մենք չենք էլ կասկածում նա որ ոգեպես պինդ է, այլ հետևի իր առողջությանը, քանի որ նա մեր շատ հարկավոր է ամբողջ ժողովրդին։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ էկրանից այն կողմ գտնվողներին։ Դուք, որ խոսացել եք ընդհանրապես աշխարհով մեկ ժողովրդավարությունից, իմ եղբայրները գալով Հայաստան բախվել են մի շարք ժողովրդավարության հետ կապված խնդիրների, մասնավորապես։ Դուք չէ, ձեր ընկերը կներեք արտահայտությանս արտաթորանք է նետել, չգիտեմ, մեր կանադահայ եղբոր վրա։ Չեմ ուզում ասել ամոթ իրեն, բայց արդեն հասկացաք։ Մեր ֆրանսիահայ ընկերը գալով օդակայան չի կարողացել մտնել իր հայրենիք, որի համար դիմել է իր Ֆրանսիայի նախագահին, որպես միջնորդ իր երկրի վարչապետին, որ թույլ տան, որ ինքը մտնի իր հայրենիք։ Չեմ ուզում ասեմ ամոթ, բայց դուք հասկացաք։ Հիմա իմ խոսքը, ես ասեցի ողջ իմ քույրերի և եղբայրների խոսքը, ուզում եմ փոխանցել շատ հեզաբար, շատ խոնարհաբար, առանց սպառնալիքի, առանց որևիցե մի տղայական տվայտանքի, խնդրում եմ դուք էլ այդ տղայական տոնի զրույցներից դուրս գաք, բարձր կանգնեք, այդ տղայական պարզաբանումների մակարդակից մի փոքր վերև բարձրանաք և ձեզ զգաք որպես երկրի ղեկավար, որը որ պետք է ավելի ըմբռնողաբար, ավելի լայն ու խոհեմ վերաբերվի այն ժողովրդին, ում վարչապետն է և այն ժողովրդին, որը որ նաև իրեն ձայն չի տվել, նաև նրանց վարչապետն է ինքը հանդիսանում աշխարհով մեկ, ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, դուք այս ժողովրդավարական խնդիրների առջև հիմա կանգնած, եթե փորձում եք մեր ամբողջ աշխարհի տրամադրությունը միանշանակ է, ոչ մի բացասական երևույթ մասնիկ դուք չեք կարող կպցնել Սամվել Կարապետյանին։ Եթե այդպես տղամարդ կա, որը որ այսքան արած ունի այս հայ ժողովրդի համար, դրսից, ներսից, չգիտեմ որ թվից եկած, խնդրում եմ, մեկ էլ մեր եղբայրը Ռուբենը, որը հիմա իր արցախյան գոյամարտի համար գտնվում է Բաքվի բերդում։ Հիմա դուք ում ջրաղացին եք ջուր լցնում, ում ասեղն եք թելում, ում եք աշխալուսանք ուղարկում, են մարդուն ով որ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանին մինչև նրա բերման ենթարկելը։ Դուք մեր հայ ազգի արժեքներին ում եք, չգիտեմ ինչ եմ ուզում ասել, փեշքեր չեմ ուզում ասել, դուք զոհաբերելով մեր ազգի նվիրալներին նստած բազկաթոռի խորքում ձեզ լավ եք զգում։ Մենք մեզ լավ չենք զգում, մեր ամբողջ աշխարհի հայությունով լավ չենք զգում։ Մեր տնտեսական զարկերակը կանգնած է ամբողջ աշխարհով մեկ։
դուք ցավ մարդու մատից փուշ հանում եք, այն մարդը հիմա ասենք 5 միլիարդի հայտ ներկայացրել, բայց մի 10 այդքան էլ մենք ունենք ներկայացնելու, որովհետև մեր առաջնորդը հիմա չի գտնվում ազատության մեջ, որպեսզի մեր ցավերը հոգա դրսում, ինչպես միշտ։ Այնպես որ խնդրում եմ, գնդակը հիմա ձեր դաշտում է, ձեր մեր հայ ժողովրդի իմ քույրերի եղբայրների խնդրանքը ձեզ, այդ պետության համը, չգիտեմ ինչի երազը, խաբկանքը, այդ բոլոր տղայական տրամադրություններից եկեք դուրս, ընդառաջեք մեր ամբողջ հայ ժողովրդի։ Իմ ոնց որ ասած չեմ ուզում ասեմ պահանջ եւ որ դուք ված չընկալեք, որովհետեւ ինչպես հասկանում եմ ամեն մի բառի նկատմամբ դուք շատ զգայուն եք, չգիտեմ կարող է կյանքը ձեզ լավ չի ժպտացել կամ վատ պահեր եք ունեցել, բայց ես իմ կողմից խնդրում եմ, եթե դուք հիմա պետք է ինչ-որ մեսիջի կամ չգիտեմ ինչի միջոցով կարողանաք այս հարցի ժողովրդավարական լուծում տալ, խնդրում եմ տվեք, այդ տղայականությունը կմնա հետևում, մենք կմոռանանք, շնորհակալություն։